Սուրբի հետ սուրբ կլնես, ամբիծի հետ ամբիծ կլնես և թյուր մարդկանց կկործանես։ Դավիթ մարգարեի խոսքերն են սրանք։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, առաջին պատճառն ինչ է մեղք գործելու։ Չար շրջապատը, չար ազդեցությունը։ Տեսեք, չար ազդեցությունից անգամ Ադամն ու Եվանը զերծ չէին դրախտում։ Ամենաապահով մարդկանց ծննդավայրն էր դրախտը, չէ՞։ Ամենաապահով վայրն էր, բայց չար ազդեցությունը սատանայի կամ օձի վատ սխալ խորհուրդը նրանց հանեց դրախտից։ Երբես էլ ամբողջ կյանքում է միշտ է լինում։ Երբ որ մենք չար շրջապատի մեջ ենք, ազդվում ենք, ազդեցություն ենք կրում։ Ընդհանրապես ուժեղ մարդիկ իրենք են իրենց շրջապատը ստեղծում։ Թույլ մարդիկ ընկնում են շրջապատի ազդեցության տակ։ Բայց ուժեղ լինելու համար երկար ընթացք պետք է ապրես։ Անկեղծ պետք է ապրես, օրինակ Աբրահամը ուժեղ մարդ էր։ Ինքը կարողացավ իր հայրական տնից դուրս գալ, իր զավակներով, իր ընդոցիններով, իր 318 հոգի իր հետևից տարավ մենակ ու հավատքի հիմք դրեց։ Պատկերացնեք ինչ ուժեղ մարդ էր, ամբողջ հեթանոս աշխարհի մեջ կարողացավ հավատքի հիմք դնել։ Նոյը ամբողջ մարդկության դեմ գնաց։ Ինչքան չար շրջապատի մեջ էր ապրում, չէ՞։ Ամբողջ աշխարհը ապականված էր, բայց Նոյը մենակով կարողացավ այդ բոլորին դեմ գնալ ու մարդկությունը փրկեց։ Մարդկությունը կործանումից փրկեց, հետագայում Նոյի սերունդն են։ Առաջին նախահայրը Ադամն է, երկրորդը Նոյը։ Ղովտը Սոդոմ Գոմոր քաղաքի մեջ ամբողջ պղծված քաղաքներ մենակով ապրում էր։ Տանջվում էր իհարկե, չարչարվում էր, բայց Աստված Ղովտին փրկեց, Սոդոմ Գոմորը վերացրեց։ Հիմա մենք չպետք է փորձենք եւ ասենք, գիտես, ես ուժեղ եմ, կարող եմ ընկնել ամենավատ շրջապատ եւ անտանելի մարդկանց մեջ ու փոխեմ իրենց։ Չի զգուշ լինենք էլի։ Հնարավորինս մենք պետք է մեղքի պատճառներից դուրս գանք, հեռանանք։ Վատ շրջապատ առաջին պատճառն է մեղք գործելու։ Քանի դեռ դու թույլ ես ուժեղ չես, դու պետք է դուրս գաս վատ շրջապատից, դու պետք է ուժեղանաս, հզոր դառնաս, դու քո շրջապատը ստեղծես։ Դու քո ազդեցությունն ունենաս մարդկանց վրա, հա։ Եվ եթե Աստված թույլ տվեց, միայն Աստված թույլ տա, որ դու ինչ որ դիպվածով, ինչ որ դեպքերի ու հանգամանքների բերումով ընկնես ինչ որ վատ շրջապատ եւ Աստված էլ քեզ պահի, կարողանաս մարդկանց գրավել, մարդկանց շահել այդ վատ շրջապատից, հա։ Դու չես գնում, չես ուզում, բայց այս իրադրությունն է ստեղծվում, որ հայտնվում ես այդ վատ շրջապատի մեջ, դու չես ուզում, բայց կյանքա, ամեն փորձում լինում, այսինքն չպետք է փորձես Տիրոջը, բայց Տիրոջից եկած փորձությունը դու սիրով պետք է հաղթարես։ Հակոբոս առաքյալն ինչ ասում է, որովհետեւ մեկը չասի, թե ես Աստծուց եմ փորձում, որտեղ յուրաքանչյուր մարդ փորձվում է խաբվելով իր ցանկություններից, ցանկությունը հասունանալու, մեղք է ծնում, մեղքն էլ հասանալու մահ է ծնում, հա։ Քայլ առ քայլ, ցանկություն, մեղք, մահ։ Բնականաբար մեղքը որոշակի շրջապատում է, չէ՞, որոշակի օրինակ ես այնքան եմ լսել երիտասարդներին, որ խմում ենք, ծխում ենք, շնանում ենք։ Խմում ենք, ծխում ենք, շնանում ենք, գնում ենք երրորդ քայլը այդ է։ Ուրեմն ինչ պետք է անենք։ Պետք է զգույշ լինենք, երիտասարդ ես, մի խմի, մի էզիբիլներն օգտագործի, որ չթաս մի ավելի ծանր մեղք գործես, հա։ Զգույշ եղեք, մի փորձի Տիրոջը,
Զգում ես, որ այս շրջապատում, այս մթնոլորտում դու թույլ ես, դու չես կարողանում քեզ պահել, հեռացի այդ շրջապատից, հա, թույլ տուր, որ Աստված քեզ հովանավորի, որ դու դրախտում Աստված հովանավորում էին Ադամին ու Եվային պահպանության մեջ է, բայց հենց դրախտից դուրս եկան հովանավորությունը կորցրեցին, ապահովությունը կորցրեցին։ Չարի նպատակն ինչ էր։ Ադամին ու Եվային դրախտից հանելն էր, որպեսզի ընկնեն երկիր աքսորավայր ու այնտեղ չարի կեր դարձան, չէ։ Կայենը Աբելին սպանեց, բայց երբ որ Ադամն ու Եվան դրախտում լինեին, դուրս չգային, պատվիանը չխախտեին, ինչքան էլ ուզենալ փորձել, ոչինչ չէր կարող։ Ճիշտ այդպես էլ եկեղեցին, այդպես էլ քրիստոնեական հավատքի մթնոլորտն է։ Եթե մենք Աստծո աչքի մեջ ենք, հա, ապահովության մեջ ենք, պատվիանները պահում ենք, ապահովության մեջ ենք։ Փորձ ինչքան էլ չարը ուզենա մեզ փորձի, ոչինչ չի կարող անել, հա։ Բայց հենց պատվիանը խախտեցինք, դրախտից Աստծո ափից դուրս եկանք, ուրեմն մեր պահպանությունը կկորցնենք ու մեծ փորձությունների կենթարկվենք։ Ուրեմն պիտի ցկտենք սուրբ շրջապատի, անբիծ ընկերներ ունենալ, լավ շրջապատի հետ շփվենք, քանի թույլ ենք, հետո մենք էլ սուրբ ու անբիծ կդառնանք, մեր շուրջն էլ շրջապատ կլինի։ Ամեն